Սա Երևանից 170 կիլոմետր հեռավորության վրա Լոռու մարզի Տաշիր համայնքում գտնվող տարածաշրջանում եզակի եւ Հայաստանում ամենամեծ խելացի ֆերման է։ Ստեղծվել է Երեմյան ընկերությունների խմբի կողմից, որդեգրելով սերմից սեղան հայեցակարգը, փակ շղթայով 100% անարատ, ակարգի կաթի ստացում, եվրոպական բարձր չափանիշներին համապատասխանություն, կանաչ եւ էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսության զարգացում, բնական սեփական ֆերմայի կաթից ստացվող որակյալ կատնամթերքի արտադրություն։ Սեփական դաշտերում կերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթի ստացում եւ տեղափոխություն Երևանում տեղակայված Երեմյան կատնամթերքի գործարան։ Այն միակն է Հայաստանում, որն արժանացել է FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկատի։ Սերմից սեղան ճանապարհորդությունը սկսվում է հենց դաշտից։ Բարձրորակ սերմերն ընկնում են բերրի հողի մեջ, ավտոմատացված ոռոգման համակարգը ապահովում է ջրի ճշգրիտ բաշխում, իսկ ճիշտ սնուցման եւ խնամքի շնորհիվ ստացվում է սննդարար առվույթ եւ եգիպտացորեն։ Երբ որ հասունանում է, արդեն իրանց ուղարկում ենք լաբորատորիա, ըստ դրա արդեն տեսնում ենք իր մեջի պիտանելիությունը, ասենց ասացա, իր ինչքան է էներգիան, ինչքան է իր մեջ կրախմալը, ըստ դրա արդեն որ կարողանանք հաշվարկենք կերերի այդ ռեցեպտները, ըստ ռացիոնի կարողանանք կերակրենք։ Կերերը ժամանակակից սիլոսացման միջոցով պահվում են մինչև 2 տարի, պահպանելով էներգիան, սննդարարությունն ու պիտանիությունը։ Արդյունքում ֆերմայի կովերն ամբողջ տարվա ընթացքում ստանում են բարձրորակ կեր եւ ապահովում անարատ, առողջ վիտամիններով հարուստ կաթ։ Ամսական մի անգամ անալիզներ ենք անում սիլոսի սենաժի, որպեսզի հասկանանք իրանց մեջի պարունակությունը, կրախմալի, սպիտակուցի, էներգիան ինչքան է ու համապատասխան դրա կարողանանք ճիշտ կերախառնուրդ անել։ Մի գլուխը մի կենթանին 24 ժամվա մեջ ուտում է 55 կիլոգրամ սս կերախառնուրդ։ Ու շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք այնքան էներգիան ճիշտ հաշվարկենք, որպեսզի եւ իրանց ապրելու, իրանց կենսապահի ու կատնատվության համար այդ ամբողջը հերիքի։ Ընկերությունը ոչ միայն արտադրում է բնական եւ բարձրակարգ կատնամթերք, խթանում կաթ խմելու մշակույթն ու առողջ ապրելակերպը, այլև գյուղատնտեսական նախագծերի հաջողված փորձով նպաստում է Հայաստանում խելացի եւ կանաչ գյուղատնտեսության առաջընթացին, համայնքային զարգացմանն ու պարենային անվտանգությանը։ Այս ոլորտում ընկերությունը ներդրել է եվրոպական, մասնավորապես գերմանական փորձը, կարգապահությունն ու որակը։ Ֆերման դարձել է Գերմանիայից Հայաստան ներկրված բարձր կատնատվությամբ Հոլշտեյն տեսակի մաքրացեղ կովերի տունը, որտեղ նրանց առողջությունն ու բարեկեցությունն առաջնահերթություն են։ Կենթաները ազատ պահվածքով ենք պահում, այսինքն կապովի պահվածք չի։ Հա ինքը իրանց նստատեղերն է, այդ լեժակներն է, որտեղ որ իրանք նստում են, որոնք որ ուզում են մոտենում են կերին, այսինքն ազատ է ջուրը, կերը, հա օդափոխությունը, այս օդափոխության համակարգ կա, որը որ արդեն 18 աստիճանից երբ որ բարձրանում է, ինքը սկսում է արդեն հովացնել, նաև, որտեղ իրանց համար շատ կարևոր է ջերմային ռեժիմի ճիշտ պահել։ Տարածքը հագեցած է խելացի մոնիթորինգային համակարգերով, որի շնորհիվ առանձնակի մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր կենդանուն, հավաքագրելով ամբողջական տեղեկատվություն նրա առողջության մասին։ Ըստ այդմ կարգավորվում է նրանց սնուցումը, կանխվում են հիվանդություններն ու ապահովվում կայուն առողջություն։ Կերակրում անում ենք օրական 2 անգամ, հիմնականում պրոցեսը կերակրման այն ժամանակահատվածն է, երբ որ իրանք արդեն կթարանից հետ գալու պրոցեսի ժամանակ լինի, կերերը ուրեմն լցնում ենք այնքան, որ միշտ մնացորդը մնա 5-ից 7%, այսինքն չվերջանա նոր կերակրում անենք, պարտադիր այդ հատվածն է, նշեմ, որ ֆերմաները լրիվ հագեցած ավտոմատ սարքավորումներով, որը որ հնարավորություն է տալիս ավելի հեշտ եւ ավելի որակով աշխատանքները իրականացնել, ավտոմատ գոմախվի հեռացման համակարգեր, ջրի խմոցներն է, չոտկերն է, օդափոխությունն է։ Կաթի բացարձակ որակի ստացման գործընթացում վերահսկվում է յուրաքանչյուր մանրուք։ Այստեղ կաթը ձերբազատված է մարդկային կամ արտաքին որևէ այլ ազդեցությունից։ Ֆերմայում 40 տեղանոց շրջանաձև կիթի ժամանակակից համակարգը միջինում ժամում կթում է 250 կով։ Այս նորարարական տեխնոլոգիան ապահովում է հիգիենիկ պայմաններ կթման ամբողջ ընթացքում։ Փակ շղթայի սառնարանային համակարգի հետ զուգակցմամբ կաթի որակական բոլոր հատկանիշները պահպանվում են։ Ի դեպ, կիթն ընթանում է առանց ստրեսի, ինչը նպաստում է կաթի բարձր որակին։ Այստեղ արդեն աշխատում է արդեն կենդանների իդենտիֆիկացիան, որտեղ են կենդանները կանգնում ու համապատասխան կենդանների քանի լիտր կաթ են տալի, կաթնատվությունն է հաշվում կենդանիների, կթանի առանձնահատկություններից մեկը նա է, որ ինքը
բարձր տեխնոլոգիաներով, որը հնարավորություն է տալիս ակարգի կաթ կթելու համար, այսպես ասեմ, որովհետև ամենավորակյալ ու վերջին սերնդի տեխնիկան է, որը որ ներդրվել է Երեմյան ֆարմում։ Երեմյան կատնամթերքը յուրաքանչյուր փուլում ենթարկվում է խիստ վերահսկողության, որպեսզի արտադրանքը լինի անվտանգ, որակյալ եւ լիովին համապատասխանի պահանջվող ստանդարտներին։ Փակ շղթայով առանց մարդկային միջամտության թարմ եւ համեղ կաթը ավտոմատացված համակարգով ուղարկվում է սառնարան, անցնում 2 ֆիլտրով, պահվում սահմանված ջերմաստիճանում, այնուհետև կաթի փոխադրման հատուկ մեքենայով տեղափոխվում Երևանում տեղակայված Երեմյան կատնամթերքի գործարան, որտեղ էլ անցնում է լաբորատոր հետազոտություն եւ նմուշարվում, ապա շշալցվում եւ հասնում սպառողի սեղանին, ապահովելով առավելագույն թարմություն եւ սննդարարություն։ Կատնամթերքը վաճառքի է դուրս գալիս էկոլոգիապես մաքուր եւ անվտանգ ապակյա տարաներով, որոնք ենթակա են վերամշակման։ Իդեպ Երեմյան կատնամթերքի տարաների հետ վերադարձի ծրագիրը եւս նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը եւ կանաչ գյուղատնտեսության զարգացմանը։ Հայաստանում ամենամեծ ժամանակակից լուծումներով ընկերությունն իր սերմից սեղան հայեցակարգով գյուղատնտեսական ոլորտում ներկայացրել է նոր մեթոդաբանություն եւ առաջիններից է, որ ներդրել է միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ։ Այս ամենի շնորհիվ արդեն մի քանի տարի շարունակ Երեմյան ընկերությունը սեփական արտադրության խիստ վերահսկվող շղթայով սպառողին է հասցնում 100% բնական անարատ կատնամթերք։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։